Առաջին մեր հանդիպման ժամանակ վարչապետի հետ նա խոստացավ մեզ մայիսի 20-ից 25 ընկած ժամանակահատվածում նորից ընդունել եւ եթե նորություններ կլինեն հաղորդել։ 20-ից 25 ընկած հատվածում ես ենթադրում եմ, որ մենք կհանդիպենք եւ իր պատասխանից, իր ասելիքից կախված կլինի մեր հետագա գործողությունները։ Այսինքն դատարան դիմել են աշխատավարձերի հետ կապված աշխատակիցների ոչ մեծ հատվածը։ Դատարանները միշտ որոշումը կայացնում են ի օգուտ նայերիցու, որովհետև օրենսդրությունը ըստ էության այդպես էլ պահանջում է, բայց այդ որոշումները մնում են թղթի վրա, որովհետև գործանում փող չկա։ Այնպես որ երբ փող լինի, նրանց էլ կվճարեն, մյուսներին էլ կվճարեն։ Ես վստահ եմ, ուղղակի նայերիցիները չեն դադարեցնի այդ պայքարը նայերիտի վերագործարկման հետ կապված, որովհետև սնանկ ճանաչելու դեպքում մենք կկորցնենք այն ինչը Հայաստանի Հանրապետությանը իմ խորին համոզմամբ տալիս է արժանապատվություն։ Էլի նույնն է լինելու, էլի։ Մեր պարտքերի մարումը առաջի հերթին, առաջի պահանջը դա է։ Երկրորդը գործարանի վերագործարկում։ Տեսնենք այսօր նախագահան գոնե կընդունի, չկասկածում եմ։ Շարունակելու ենք մեր ցույցերը։ Այո, նամակ ունենք, ուզում ենք նամակը փոխանցել, իսկ ցույցերը լինելու է շարունակողական։ Երեքշաբթի այստեղ, հինգշաբթի կառավարության շենքի մոտ եւ Պլյուս դրան նստած ցույց եւս մեկ օր նստած ցույց։ Նախորդ անգամ նստած ցույց արին նախազգուշացողական։ Հիմա տեսնենք էլի։